Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Կարմիր մոմը։ Լինում է, չի լինում, մի մոմ է լինում։ Այն պատրաստված է լինում ամենալավ մեղրամոմից։ Մոմը ամբողջովին կարմիր էր, նույնիսկ նրա ծայրերի փոքրիկ պատրույգն էր կարմիր։ Նա կապված էր ոսկե թելով, մի խոսքով շատ գեղեցիկ էր, բայց նա մենակ չէր։ Գեղեցիկ կարմիր տուփի մեջ, որտեղ գտնվում էր ինքը, կային նաև ճիշտ նրան նման ուրիշ 5 մոմեր։ Տուփը բոլորված էր մի կարմիր ժապավենով։ Կարմիր մոմերով տուփը գտնվում էր մթերային խանութում, բայց վաճառողին դրանք դուր չէին գալիս։ «Վաճառել չեմ կարող այս մոմերը», ասում էր նա։ «Այժմ ում է պետք մոմը, ամենուրեք էլեկտրականություն է»։ Եվ իսկապես ոչ ոք մոմ չէր գնում։ Մոմերը շատ տխուր էին։ «Մենք ոչ ոքի պետք չենք», ասում էին նրանք։ «Մեր ամբողջ կյանքը անց ենք կացնելու այս տուփի մեջ և երբեք աշխարհ չենք տեսնելու»։ Սակայն օրերից մի օր մի տիկին մտնելով խանութ ասաց. «Ես մի քանի հատ կարմիր մոմ եմ ուզում, բայց տեսեք, լավը լինեն»։ Վաճառողը շատ ուրախացավ։ «Ես հենց ձեր ուզածից ունեմ», ասաց նա։ Տիկինը տեսնելով կարմիր մոմերով տուփը շատ գոհ մնաց, նա իսկույն գնեց այն։ Տանելով տուն, դրանք դրեց արծաթյա մոմակալների մեջ։ Տիկինը երկուական մոմ դրեց սեղանի ծայրերին, երկուսն էլ մեջտեղում։ Սեղանը պատրաստված էր 12 հոգու համար։ Կային փոքրիկ կարմիր բաժակներ, թեյի ափսեներ, արծաթյա թեյի գդալներ և սպասքներ։ Սեղանը իրոք գեղեցիկ էր։ Երեկոյան մանկական խնջույք էր լինելու։ 12 փոքրիկ հյուրեր պետք է գային։ Տիկինն աշխատում էր, որ որքան կարելի է երեկոն լավ անցնի։ «Ինչ լավ արի, որ գնեցի այս մոմերը», ասաց տիկինը։ «Երեխաների համար ավելի հետաքրքիր կլինի, մոմի լույսը ավելի մեղմ է»։ Նա գոհ ժպիտով դուրս եկավ ճաշասենյակից։ Տիկնոջ դուրս գալուն պես սենյակ վազեցին 2 փոքրիկ աղջիկներ։ «Օ, ինչ գեղեցիկ է», գոչեցին նրանք։ «Կարմիր ծաղիկներ», ասաց կիտին։ «Վայ, նայիր, կարմիր մոմ էր», գոչեց Մոլլին։ Աղջիկներից մեկը բարձրացավ աթոռին և փորձեց մոմը վերցնել, նա ուզում էր ավելի լավ տեսնել։ Սակայն մոմը սահեց նրա ձեռքից ու ընկավ հատակին։ «Ջարդվեց», գոռացին երեխաները։ «Ինչ կասի մայրիկը»։ Նա շատ կբարկանա, չէ՞ որ ասել էր, թե ճաշասենյակ չմտնենք, ասաց կիտին։ «Արի մոմը տեղը դնենք», ասաց Մոլլին։ Նրանք ջարդված մոմը դրեցին տեղը և դուրս վազեցին սենյակից։ «Աստված իմ, ես ինչ պիտի անեմ», լաց եղավ մոմը, «այլևս չեմ կարող կանգնել մոմակալի մեջ, ընկնում եմ, մեղրամոմս ամբողջ սփռոցը կկեղտոտի, կարող է նույնիսկ սփռոցն այրվել»։ Այդ լավ եղավ, մլրտաց էլեկտրական լամպը։ «Ինչու ես գնում այս հիմար մոմերը, ես 100 մոմից ավելի շատ եմ լույս տալիս»։ «Ինչ չարն ես, ինչու ես ուրախանում իմ դժբախտության վրա», սրտնեղեց խեղճ մոմը։ «Կարող է նրանք քեզ կպցնեն», ասաց թեյի բաժակներից մեկը։ «Ոչ ոք չի կպցնի», լաց եղավ մոմը։ Ես այնպես էի ուզում օգտակար լինել մարդկանց, իսկ այս վիճակում ինչ կարող եմ անել։ «Պահ, քո տված օգուտն ինչ պիտի լինի», ասաց էլեկտրական լամպը։ «Մինչև վերջերս էլ բոլորը մոմ էին օգտագործում», գոռացին 6 մոմերը միասին։ «Բայց հիմա դուք բոլորովին մոդայից ընկել եք», հպարտորեն ասաց էլեկտրական լամպը։ Երբ տանտիրուհին եկավ մոմերը վառելու, անմիջապես նկատեց, որ մեկը ջարդված է։ «Ափսոս», գոչեց նա, «ջարդվել է,
Մոմակալից հանկարծ չընկնի և սփռոցը չայրի, սա այլևս պետքական չէ, ավելացրեց նա։ Ես պետք կգամ, լաց եղավ Մոմը, խնդրում եմ, ինձ մի տարեք այստեղից։ Սակայն տիկինը չլսեց նրան, տարավ խոհանոց և տվեց խոհարարին, որը վերցնելով այն դրեց հին պահարանի դարակում, մի հին բանկայի մեջ, որտեղ պահում էր ոչ պիտանի իրերը։ Խոհարարը շատ գեր էր, նա հագնում էր բարձր սպիտակ օձիքով շորեր։ Պառավը երբեք հին ու կոտրված իրերը չէր նետում։ Ով գիտե, ասում էր նա, երևի մի գեղեցիկ օր ինձ պետք կգա, բայց ափսոս, որ մոմը կարմիր է, միշտ իմ օձիքը սպիտակ մոմով եմ մաքրում։ Աստված իմ, վշտացավ Մոմը, նույնիսկ դրա համար էլ պիտանի չեմ։ Եվ նա դառնապես լաց եղավ։ Երեխաների խնջույքն արդեն սկսվում էր, ժամը 6-ին փոքրիկ հյուրերը եկան։ Սկզբում նրանք պարտեզում խաղում էին, իսկ հետո տիկինը և երկու աղջիկները երեխաներին հրավիրեցին ճաշասենյակ։ Որքան գոհ էին երեխաները, նրանք թեյեցին փոքրիկ կարմիր բաժակներով, կարկանդակ կերան փոքրիկ կարմիր ափսեներով։ Երեխաներին շատ դուր եկան կարմիր մոմերը, որոնք այնպես մեղմորեն էին լուսավորում։ Ինչ գեղեցիկ են կարմիր մոմերը, ասացին երեխաները, սրանք մեզ ավելի են դուր գալիս, քան էլեկտրական լամպերը։ Բայց միայն 5 մոմերը լսեցին այդ և տեսան երեխաների խնջույքը։ Իսկ խոհարարի բանկայում խեղճ ջարդված մոմը դառնորեն լալիս էր։ Մի անգամ գիշերը բանկայի մեջ առնետ մտավ։ Ես շատ քաղցած եմ, ասաց նա։ Խոհանոցում ոչինչ չկա, ոչ հաց, ոչ պանիր, ոչ էլ նույնիսկ մոմի մնացորդ։ Պապիկն ինձ ասել է, որ մոմը պանրի նման համեղ է։ Հանկարծ նա տեսավ մոմը, հոտոտեց, բայց բոլորովին չհավանեց։ Չգիտեմ, թե ինչպես կարելի է ուտել մոմը, բարկացած ասաց նա ու հեռացավ։ Լավ էր, որ առնետն ինձ չկերավ, ասաց մոմը, բայց սա էլ մի վիճակ չի, ախր ինչու ոչ ոքի դուր չեմ գալիս, նույնիսկ առնետն ինձ չուզեց, իսկ կար ժամանակ, որ մոմերը շատ օգտակար էին։ Պատմիր այդ մասին, ասաց նրա կողքին ընկած անգլիական քորոցը։ Բանկայի մեջ կային նաև հին ու մին կոճակներ, մի կրծոտած մատիտ ու կոճ, լաթի կտոր։ Անգլիական քորոցը շատ բարի էր և խղճաց կարմիր մոմին։ Այո, անպայման պատմիր, գոչեցին կոճակը, կոճը, մատիտը և հին կտորը։ Մոմը գոհ էր, այժմ նա կարող էր մի բան պատմել և օգտակար լինել իր ընկերների համար։ Եվ այսպես նա սկսեց. Առաջ մարդիկ սիրում էին մեր մեղմ լույսը։ Նրանք երեկոներն առանց մոմի չէին կարող տեսնել, կարդալ ու գրել։ Դե այդ բոլորը գիտենք, ասաց հին մատիտը, նոր բան պատմիր մոմերի մասին։ Դուք գիտեք, որ մոմերն օգտագործում էին ժամանակը ցույց տալու համար, ասաց կարմիր մոմը։ Ոչ, չգիտենք, խնդրում ենք պատմիր, ասացին անգլիական քորոցն ու հին կոճակը։ Այն ժամանակ ժամացույց չկար, մոմերը փոքրիկ նշաններ ունեին իրենց վրա, մարդիկ գիտեին, թե մի նշանից մինչև մյուսն ինչքան ժամանակ է այրվում։ Այս ձևով մոմերը ժամանակ էին ցույց տալիս։ Շատ հետաքրքիր է, ասաց հին կտորը։ Կային մոմեր, որ ավելի հետաքրքիր էին, շարունակեց կարմիր մոմը։ Նրանք մի քիչ ծանր էին, երբ մոմն ընկնում էր մետաղե ամանի մեջ, գեղեցիկ զնգոց էր լսվում, ոնց որ ժամացույցի զանգի ձայն լիներ։ Իսկապես դա էլ է շատ հետաքրքիր, ասացին հին կոճակն ու կոճը միասին։ Այո, բայց այժմ մենք օգտակար չենք և ոչ ոք մեզ չի սիրում,
տխուր ասաց կարմիր մոմը։ Համբերիր, ասաց անգլիական քորոցը, որը շատ բարի էր, գուցե դու մի օր օգտակար կլինես։ Անցավ մի տարի, տանը դարձյալ մանկական խնջույք պետք է լիներ։ Ընթրիքի սեղանը պատրաստ էր, սակայն այս անգամ սեղանին կարմիր մոմեր չկային։ Ժամը 6-ին փոքրիկ հյուրերը եկան և սկսեցին վազվզել ու խաղալ։ Կարմիր մոմը լսեց երեխաների ուրախ ձայները և տխրեց։ Երբ բոլորը նստեցին սեղանի շուրջը, հանկարծ էլեկտրական լույսը հանգավ։ Ճաշասենյակը բոլորովին մթնեց, երեխաներից մի քանիսը սկսեցին լաց լինել։ Խոհանոցում ծեր խոհարարը հին բանկան էր փնտրում։ Նա գտավ այն, վերցրեց ջարդված մոմը։ Ես սա շատ հեշտությամբ կկպցնեմ, ասաց խոհարարը։ Նա վառեց լուցկին, տաքացրեց ջարդված մասերը և կպցրեց իրար։ Ահա, ասաց նա հպարտորեն, բոլորովին նորացավ։ Հետո վառեց։ Տեսեք, թե ինչ մեղմ լույս է արձակում։ Իհարկե, գոչեց կարմիր մոմը, նա այնպես երջանիկ էր զգում, չէ որ այժմ կարող էր օգտակար լինել։ Մարդիկ վերջապես զգացին իր կարիքը։ Մոմը ավելի ու ավելի պայծառ էր վառվում։ Խոհարարը մոմը ճաշասենյակ տարավ, այնտեղ բոլորովին մութ էր։ Երբ երեխաները տեսան կարմիր մոմը, ուրախությունից ծափահարեցին։ Տեսնում ես, թե որքան օգտակար կարող է լինել մի մոմը նույնիսկ մեր օրերում, ասաց հայրիկը երեխաներին, հիմա ես կարող եմ գնալ էլեկտրական լամպը կարգի գցելու։ Իսկ խոհարարն ասաց. երբեք չպետք է թափել հին կամ ջարդված իրերը, դրանք մի գեղեցիկ օր պետք կգան։ Նա հպարտ քայլերով վերադարձավ խոհանոց։ Շուտով հայրիկը կարգավորեց էլեկտրական հոսանքը, երեխաները սկսեցին կրկին խաղալ ու պարել։ Մայրիկը վերցրեց կարմիր մոմը, դրեց արծաթյա մոմակալի մեջ և ասաց. Ես սա կպահեմ, գուցե ուրիշ անգամ էլ պետք գա։ Կարմիր մոմը շատ երջանիկ էր զգում։ Ցավում եմ, որ մի ժամանակ շատ կոպիտ գտնվեցի քո նկատմամբ, ասաց էլեկտրական լամպը։ Այժմ տեսնում եմ, որ շատ օգտակար կարող ես լինել բոլորի համար։ Ամեն ոք կարող է սխալվել, իմ սխալն այն էր, որ կարծում էի, թե երբեք պետք չեմ գալու։ Պետք է լավատես լինել, ես միշտ ուրախությամբ քեզ կօգնեմ, պատասխանեց կարմիր մոմը։ Դրանից հետո էլեկտրական լամպը և մոմը լավ ընկերներ դարձան։